Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, Հայաստան կուսակցությունների դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ արձանագրել են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Ուժեղ Հայաստան դաշինքը, Հայաստան կուսակցությունների դաշինքը, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես եւ ազգային ժողովրդական բևեռ կուսակցությունները հայտնաբերել են 5 խոշոր ընտրախախտումներ եւ չեն ընդունում ընտրությունների վերջնական արդյունքները։ Նշված ուժերը ստորագրելով այս հայտարարության տակ հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի վրա։ Մենք շարունակելու ենք գործել բացառապես սահմանադրության, օրենքների եւ ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում, պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտության իրավունքը եւ Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։ Մեր ապագա որոշումներում եւ գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից եւ իհարկե տեր ենք կանգնելու յուրաքանչյուր քվեին, որը տրվել է մեզ եւ արձանագրելու ենք, որ այս մարդիկ այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում, ինչքան էլ կեղծիկ արել են, չեն հաղթել։ Հայտարարությունից րոպեներ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր մեջբերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով։ Ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները, դուք դեռ երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին։ Այսպես է սպառնացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին։ Այս տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո հայտնի է դարձել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները թույլ չեն տվել լքել Հայաստանի տարածքը Զվարթնոց օդանավակայանում։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել են, որ նախագահը երրորդի այցով մեկնում էր Հայաստանից։ Այցը կրում էր անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր եւ հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով։ Իրանի հետ գործարքն այժմ ավարտված է, շնորհավորում եմ բոլորին, սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ արդեն լիովին արտոնում է Հորմուզի նեղուցի անվճար բացումը։ Տեղեկությունը հաստատել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են անհապաղ եւ վերջնական հրադադարի բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցման մասին, գրել է Շարիֆը։ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը, որը երկար ժամանակ է զբաղեցրել եւ ուղեկցվել է Պակիստանի ու Կատարի միջնորդությամբ, ինչպես նաեւ ներառել է Կատարի պատվիրակության այցը Իրան, տևել է շուրջ 15 ժամ, ապա ձեռք է բերվել վերջնական համաձայնություն։ Ղարիբաբադին նաեւ նշել է, որ քանի դեռ համաձայնագրի տեքստում չէին ներառվել վերջին կետերն ու պահանջները, փաստաթուղթը համաձայնեցված չէր եւ բանակցությունները շարունակվել են մինչեւ վերջին ժամը։ Ահա թե որ կետերի մասին են խոսքը։ Ըստ համաձայնագրի Վաշինգտոնը պարտավորվում է ապասառեցնել 24 միլիարդ դոլար իրանական ակտիվները, այդ գումարի կեսը պետք է վերադարձվի մինչեւ գործարքի ստորագրումը, վերացնել նավթային պատժամիջոցները եւ չսահմանել նորերը, Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել, դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։ Այս ամենի ֆոնին Իրանը հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին, պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ընդ որում Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը ընդգծել է, որ երկրի զինված ուժերը միշտ կլինեն պատրաստվածության վիճակում եւ մատը ձգանի վրա ցանկացած սպառնալիքի հակազդելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գործողություններից Բեյրութի հարավային արվարձանի վրա Իսրայելի վերջին հարվածից հետո, որը տեղի է ունեցել ամերիկա-իրանական հուշագրի ենթադրյալ ստորագրումից քիչ առաջ։ Միաժամանակ ամերիկացի առաջնորդը չափազանց կոշտ է արտահայտվել Նեթանյահուի հարված հասցնելու որոշման մասին։ Մեջբերում Նեթանյահուն ոչ մի անիծյալ ողջախոհություն չունի, ես դա ասել եմ նրան, մեջբերման ավարտը։ Ավելի վաղ Թրամփը հրապարակայնորեն կոչ էր արել Իսրայելին զերծ մնալ Լիբանանի վրա հարվածներից, ընդգծելով, որ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը շատ մոտ է։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի եղբայրությունը կարծես մոտ է ավարտին, հաշվի առնելով երկու երկրների առաջնորդների հակադիր դիրքորոշումները։ Գուցե եղբայրության ավարտական ակորդը հնչի հենց Իրանի հետ հակամարտության վերջնական դադարեցման պահին։ Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակ 1051 թվականին հիմնված հնագույն վանական համալիրում։ Հարվածի հետևանքով տուժել է 3 մարդ, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։